90-ական թվականների սկզբին Կրկեսի մոտի մամուլի շենքում 8-րդ հարկում դուրս եկա վերելակից։ Վերելակի մոտ 2 հոգի էին զրուցում, երկուսին էլ ծանոթ էի։ Բարևեցի, եթե գոնե մեկին ծանոթ լինեի, միգուցե ճանապարհը շարունակեի։ Բայց սկսեցի լսել նրանց խոսակցությունը։ Խոսակցությունը Շիրազի պոեզիայի մասին էր։ Նրանցից մեկը ասում էր, որ Շիրազը հանճար է եւ աշխարհի ամենամեծ պոետներից մեկն է։ Մյուսը ասում էր, որ հանճարները դրանք Չարենցը եւ Սևակն են։ Իսկ Շիրազը պարզապես աշուղ է։ Ավետիք Իսահակյանից մի քիչ ավելի բարձր մակարդակի։ Քիչ անց այն մեկը, ով ասում էր, որ Շիրազը աշուղ է, հեռացավ դեպի Միջանցքի խորքը, ապա շուռ եկավ եւ մյուսին ասաց. Միայն այն փաստը, որ Շիրազը Սերո Խանզատյանին ասում էր Զերո Խանզատյան, Գևորգ Էմինին Գևորգ Էշմին, իսկ Արամայիս Սահակյանին Արամայիս Տափակյան, արդեն ցույց է տալիս, որ Հովհաննես Շիրազը հանճար չի։ Ապա շարունակեց իր ճանապարհը։ Այս պատմությունը ներկայացնում եմ պարզապես որպես հուշ, որը կատարվել է իմ ներկայությամբ։